Սիրելիներ, ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևորդ, ինչպես եք թանկագիներս, այսօր ամառային շատ համեղ քամած մածունով, հորթի մսով կամ տավարի մսով կամ հավի մսով, որ դուք ուզում եք իմ մոտ հորթի միս է, շատ հետաքրքիր, արագ պատրաստվող աղցան ենք պատրաստելու, որը ամեն օր կարող եք ուտել այս ամառվա շոքերին, կարող եք տոնական սեղաններին էլ օգտագործել, մի խոսքով։ Հիմա դուք հետևեք ինձ, ես մածուն արդեն քամել եմ, մոտավորապես կես լիտր մածունից այսքան դուրս եկա, 300 գրամ միս է, մի փոքրիկը համեմ եմ օգտագործելու, սամիթ չունեի, բայց սամիթը ավելի լավ է սազում, մեկ ամբողջական վարունգ լավ լվացած, որովհետև կեղևն ենք օգտագործելու, սխտոր եւ ընկույզ։ Հիմա վարունգը պետք է քիրիչով անցկացնենք, որպեսզի շատ ջուր չլինի, կարող եք մանր կտրատել, բայց ես սովոր եմ այս աղցանը քիրիչով անցկացնել, որովհետև շատ համեղ է լինում, հետաքրքիր է ստացվում։ Հիմա մեկ ամբողջական վարունգը քիրիչով անց ենք կացնում եւ անցնում առաջ։ Սիրելիներ, միսը նախապես խաշեք, առանց աղի եք խաշում, որովհետև եթե աղցանի մեջ հետո աղ ենք լցնելու, չգիտենք որքան աղ պետք է լինի, այնպես որ զգուշ ենք լինում ու միսը այսպես երկար սիրուն մանր կտրատում ենք, քանի որ այդքան շատ մեծ քանակությամբ չենք պատրաստում, որ միքսերով փթերենք, բսկտենք, չգիտեմ դուք ինչպես եք ասում, ես մանրացնել եմ ասում, այսպես արագ ձերքով կմանրացնեմ, թել սիրուն մանր կտորների արեք, դանակով խորուրդ չեմ տալիս, կամ էլ պատարակաղով արագ կարող եք այդպես էլ անել։ Մոտավորապես 60-70 գրամ ընկույզը մանրացնում ենք, կարող եք նույն ձևով, ինչպես որ վարունգն ենք քերիչով անցկացնել, նույն ձևով շատ հանգիստ ընկույզն էլ կարող եք մանրացնել, շատ հեշտ է ի դեպ քերիչի միջոցով, սիրելիներ, քանի որ ես մեծ կտորներով եմ սիրում, շատ չեմ մանրացնի։ Տեսեք, միսը սիրուն մանրացրել եմ, ընկույզն էլ սիրուն կմանրացնենք ու կանցնենք առաջ։ Ի դեպ, սիրելիներ, գրեք ձեր տարբերակները քամած մածունով, ինչպիսի համեղ աղցաներ ունեք, գուցե հաջորդ տեսանյութը ես կպատրաստեմ հենց ձեր բաղադրատոմսով։ Դուք գրեք ձեր բաղադրատոմսերը մեկնաբանության բաժնում, ես կընտրեմ հերթով ու կպատրաստեմ ու կնշեմ ձեր անունը, օրինակ ում անունով, ովքեր որ գրում եք, ձեր անունով աղցան պատրաստելուց, ձեր անունը կնշեմ, հաճելի կլինի նաև ձեր համար, իմ համար, որ իմ հետևորդների բաղադրատոմսերով էլ պատրաստեմ։ Հետո այդպես ավելի լավ կլինի, որ ես տարբեր բաղադրատոմսեր օգտագործեմ նաև իմ հետևորդներից։ Կարծում եմ հետաքրքիր տարբերակ է, այնպես որ սպասում եմ ձեր բաղադրատոմսերին, անպայման գրեք, ես էլ կպատրաստեմ։ Այսպես։ Մանրացնում ենք կանաչին, թարմ համեմ է։ Դե իհարկե արդեն նշեցի, որ սամիթն է լավ սազում է։ Այստեղ Իտալիայում այնքան դժվար է թարմ կանաչիներ գտնելը, այս համեմն էլ իմ այգիում կար, ես այսպես մի քիչ օգտագործում եմ ճաշերի մեջ, բայց այստեղ իտալացիները չեն օգտագործում, իրենց համար տարօրինակ է, նաև համեմի հոտը, ասում են ինչպես եք դուք օգտագործում, զարմանում են։ Մեկատամիկ սխտոր ենք ճզմում։ Մի հատ դանակ վերցնեմ, մաքրեմ ու վերջ, աղ ու սև պղպեղ ենք անելու և մեր աղցանը պատրաստ է։ Աղ, ըստ ճաշակի, սև պղպեղ, կրկին ըստ ճաշակի։ Սիրելիներ, հիմա չոր վիճակում խառնում ենք, հետո նոր ավելացնում ենք քամած մածունը։ Բաղադրիչները այսպես լավ են խառնվում, հետո նոր կավելացնենք մածունը։ Ու մի լավ խառնում ենք, քամած մածունը սիրում է, որ լավ խառնեք, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ խառնված լինեն։ Այս ինչ լավն է, պետք է մատուցեք սառը վիճակում, հիշեք, այս աղցանը պետք է մատուցել միայն ու միայն սառը վիճակում, կարող եք զարդարել կանաչիով, կարող եք զարդարել ընկույզով կամ, չգիտեմ, վարունգով, ով ինչպես որ ուզում է, իսկ եթե տանն եք ուտելու այս հենց մի անգամից ուծեք ափսեի մեջ ու անուշարեք, սիրելիներ։
Վերջ սիրելիներ, աղցանը պատրաստ է, հիմա փորձում ենք տեսնենք ինչպիսի համ ունի։ Ամառվա շոգին հենց սա է պետք, սիրելիներ, անպայման պատրաստեք, հրաշք է, թարմ է, համեղ, բաղադրիչները թարմ բաղադրիչներ ընտրեք, համեղ բաղադրիչներ ընտրեք, որպեսզի ձեր ուտեստները, ձեր աղցանները լավ ստացվեն։ Հաջողություն եմ ասում բոլորին, անպայման պատրաստեք, ինձ հետ կհիշեք, չմոռանաք բաղադրատոմսերը գրել։